Շարունակվում է երեկոյան Երևանը ուղիղ եթերում, եթե նոր եք միացել մեզ, ասեմ, որ մեր հյուրերն են Արցախյան ազատամարտի վետերաններն ու անմիջական մասնակիցները։ Պարոն Դանիելյան, դուք ինչ որ լրացում եք ուզում անել պարոն Աճեմյանի պատմության վրա, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ուրեմն ես ուզում եմ Շուշին գտնվում է հյուսիս հարավ արևելքում, արևմուտքում, իսկ Արցվաշենը, որտեղ որ ես այդ ժամանակահատվածում եմ եղել, հյուսիս արևելքում։ Շուշի նշանակությունը այնքան ուժեղ էր գրավման ժամանակ, այդ ժամանակահատվածում մենք կապ չունեինք ոչ մի ձևով, քանի որ Արցվաշենը անկլավ տարածք Ադրբեջանի Գադապետքի եւ Թովուզի ռայոնի մեջ մտած հատված էր, կապը չունեինք, բայց մենք այդ օրը զգացինք թուրքերի մոտ, որ ինչ որ մի sense խժդժություն կա, ինչ որ անհանգստություն կա, ճիշտ է մարտական գործողությունների ընթացք չկար, բայց sense յուրահատուկ թեթևություն զգացինք եւ ինչն է հետաքրքիր Շուշիի գրավման լուրը մենք ադրբեջանցիներից իմացանք, որ ավելի տենց հետաքրքիր է, ասենք իրենց համար վատ լուրերը մեզ շուտ են տեղ հասել։ Հենց ադրբեջանցիներից իրանց ներքին կապով դե մեր գյուղի բնակչությունը ադրբեջաներեն լավ գիտի, մի պստելո էլի ես իրանցից տեղյակ եղանք, որ ասենք Շուշին ազատագրվել է եւ թուլացավ են լարվածությունը մեր մեջ եւ այն մեր դիմացի կանգնած թուրքերի քանակությունն էլ պակասեց, այսինքն Շուշին մենակ ոչ թե Շուշի էր, այլ ամբողջ Հայաստանի պաշտպանական եւ ազատագրական մարտերում ունեցավ իր յուրահատուկ նշանակություն։ Տիրում է Շուշին, տիրում է ամբողջ Արցախին։ Էսի բանկը։ Պրիշիկի պես էր, էլի, ոնց որ Ղարաբաղի մեջտեղը մի հատ պրիշիկ էր։ Հա։ Բարձր sense կանգնած Շուշին գրավելուց հետո իրանք էլ թափները կոտրեցին թուրքերը։ Իսկ բավական։ Դուք որպես ականատեսներ եք ամեն ինչի, ես անձամբ տեսել եմ Շուշին ու ֆիզիկապես անհնար է թվում այնտեղ ուղակի բարձրանալ առանց ինչ որ գաղտնիք կա, ինչպես են դա արել։ Իհարկե կա, ուրեմն այն Երևանից որ գալիս ես դեպի Ղարաբաղ, Շուշի այդ քարերը, սարերը։ Այդ տեղով բարձրացել են 26 հոգի, ինչքան ես հիշում եմ, շատ ուժեղ տղաներ են եղել, ցավոք դիմաշատերը չկան արդեն։ Իրանք են բարձրացել։ Երևակայի երևի իրանք էլ ամենամեծ գործը արեցին։ Իհարկե չեմ խոսում կոմանդոսի, ասենք Արկադի Վանչի արած գործերը կամ ուրիշ գեներալների հրամանատարների մասին, բայց անմիջապես այդ բարձրանալը 90 աստիճանը, չէ՞։ Ոչ։ Իհարկե, այդքան դժվար անցանել։ Թուրքերը այդ ժամանակ իրանց մոտ իրանց կողքը դրած ա եղել մի մեշոկ պոպոկ ու լիքը սիգարետ, որ հանկարծ չքնեն, պոպոկը ուտում են, ծխում են, հանկարծ չքնեն, բայց էլ որ տեսել են հայերը էլ դուսել են դեմը ապշացել, ասել սարից չեն սպասել, ընդհանրապես չեն սպասել։ Ձեր գաղտնիք բառին ասեմ մի հատ sense ակնհայտ ուրիշ մի բան, այդտեղ գաղտնիք չկար, ուղղակի հայի ոգին, որ քո տունն է, քո տարածքն է, այն ներքին մղումը, որ ոնց թե մի բան ենք անում, ոնց կարա չստացվի։ Ընդհանրապես դա է եղել համել մեր հայի հաղթանակողի հոգեբանություն։ Բացի այդ բառակապակցությունը ուզում եմ մարդ ինչքան մեր բանակը քիչ էր քանակով, բայց խելացի էր։ Հասկանում եք, խելացի լինել ավելի շատ ուժ է տալիս, քան թե քանակը։ Քանակով գոռալով, մի հատ լավ խոսք կա, չէ՞, ասում եմ, եթե գոռալով տուն սարքվեր, էշի մի հատ փողոց էր սարքվում, չէ՞։ Պատկերացրեք էլի, ուզում եմ ասել, բանով չէ՞ էլի ամեն ինչը գոռալով ու քանակով չի։ Եվ հայ եւ ազերի կամ թուրք ասեմ զինվորի տարբերությունը միշտ պետք է զգալ կամավոր մարդը եւ քշված ստիպողաբար բերված զինվորը, նա զինվոր չի։ Երբ որ մարդ ի սկզբանե գիտի որ գնում է ոչ թե 50-50, այլ 60 մահ, 40 կյանք, բայց պարտադիր հաղթելու գաղափարով իրա դիմաց են 100 հոգին անգամ դու չես զգում, չես նկատում, որտեղ գիտես նրանց բերել են, նրանք չեն եկել, արդեն նրանք զինվոր չեն։ Հոգեբան մասսա է էլի ուղղակի։ Նրանց հոգեբանությունը այդպես լավ իմանալով ինչ է կարծում այսօր հնարավոր է Աստված մի արածը, բայց հնարավոր է նրանք նորից փորձեն ինչ որ գործողություններ սկսել, թե նրանց հոգեբանությունը ձեռնելով արդեն վախեցած են ու գիտեն։ Չէ,
ամեն ինչ էլ կարող է պատահի, ես դες ասեմ կռիվը չի ավարտվել 94 թվին, դա մենակ կռվադադար էր, ինչ որ մի հատ ստորագրություն էր, կռիվը շարունակվում է, եթե ուզում եք իմանալ, մենք հիմա ավելի շատ զոհ տվեցինք այս վերջի 20 տարվա մեջ երևի Սահմանային լարվածության սահմաններում, քան թե երևի ցավոք երիտասարդներ, ցավոք, շատ ցավոք, թեկուզ մեր տղաները ապրեն իրանք այս ջահելները շատ Գիր շատ լավ երեխաներ են մեծացել, շատ լավ սերունդ է, ես այնքան գոհ եմ իրանցից, որ ասելու չի, մենք գնում եմ, տեսնում եմ այդ շատ ժամանակ, տարբեր տեղեր են գնում մեր տղաներով, տեսնենք ոնց են ծառայում, ինչն է, ոնց է։ Զգում ես, որ մեջները դուխ կա, հասկանում եք, դուխը, ամենակարևորը դուխն է, որ օրինակ ոնց որ մենք, մեզ ոչ մեկը ոչ չի ստիպել, չեն ասել, պիտի գնաս, պիտի կռվես, չէ։ Մեր հոժարկանքով, ես օրինակ Ես ինքս համարում եմ, որ ես արել եմ ինչ որ պետք է անեի, դա իմ աշխատանքն էր, ես պետք է թռնեի, ես պետք է տանեի։ Զենք տանեի, վիրավոր բերեի եւ այլ։ Նույնն էլ տղաները, ես գիտեմ, որ ոչ մեկին չեն ստիպել։ Այն ում որ ստիպել են, դա հետ չի վերադարձել։ Մեծ մասամբ։ Այդ ստիպողականները փախել են, ինչու՞ չէ, մեր մոտ էլ են եղել, մենակ թուրքը չի փախել։ Մեր մոտ էլ կա։ Պարոն Աճեմյանը լավ ասելի Գամավորը միշտ ուրիշ է։ Օրինակի համար իմ բարակային մի քանի ընկերներ, որ դրսից եկել էինք, շատ էր ոգևորող։ Օրինակ 92 թիվ թեկուզ Երևանում արտասահմանից հայ է եկել, մի հատ հետաքրքիր թեմք էր, բա որ հասել է Ղարաբաղ եւ զենք ապրնում, շատ ավելի ոգևորիչ էր։ Ինչքան էլ սպիրկը օգնում էր, երբ գրվող դեպքը նայում է բա Ամերիկային ես, բա Լիբանանեն ես, Բարսկաստան ես եւ այլն, ասում են, վախ, մենք հաղթելու ենք, մենք հնարք չենք։ Իսկ այսօրվա դրությամբ բادرազմ գսկսի թե չսկսի ձերացան կսպասելուց 94 թվականից մենք ազատամարտիկները սպասում ենք վերջացնենք, որովհետեւ մինչև այսօր մեր բادرազմը չի վերջացել, դա մեր բادرազմն էր։ Երբ վերջին շրջանին, ժամանակաշրջանին երապը լրում, նոր զինվորներ են տավում, 19-20 տարեկան, ես վատ եմ դանում էդի, որովհետև մեր բادرազմը մենք պիտի վերջացնենք, էլ երապը լրում ոչ մի զինվոր պիտի չի տաղվի, սակայն այսօր մեր երեխեքի, դարիքի երեխեք են տաղում, 20 տարեկաններ, 20 տարեկան իրանց ընկերներ, բادرազմը շարունակվում է, իսկ ադրբեջանցիների ուղեղը հավի ուղեղ է, չգիտես, երբ մի անգամից աչքը թեքվի թե ցախ։ Մենք պատրաստ ենք։ Իրանք զոմբիներ են աճացրել այս վերջի 20 տարվա մեջ, նոր երդասարտություն։ Այդ երդասարտությունը ադրբեջանցիների հավատում են Էչմիածինը, Երևանը, իրանց բաբական հողն է։ Մենք զավթել ենք։ Կրկին պատմության Իսկ մեր մոտ հետաքրքիրը դա ամենակարևորը, որ ինչպես 89-90-91 թվին լավակույն դղերքը, ասենք մի 500 հոգի ընդիր, համալսարանական, պրոֆեսիոնալ, ուսյալ, զարգացած, համով դղեկը գնացին առաջինը իրենք զոհվեցին, գրվեցին այդ պատրաստակամությամբ։ Հաջորդ պատերազմին ես կհավատամ։ Ոչ թե 500, այլ 1005, 10500, 15000, մենք էլ մեր հերթին նոր սերունդ կպատրաստենք։ Այդ սերունդը գարչած է այս հողին։ Այս սերունդը 91, 92, 93, 94 թվականին Հայաստանում ապրող երդասարդ սերունդի նման չէ։ Շատ ավելի հայրենասեր է, շատ ավելի հայոց պատմություն գիտե, շատ ավելի ոգևորված է եւ պատրաստակամություն ունի, հadoop դասընթացներ անցնելով։ Հաստատ որ եթե մենք նախկինում ունեցել ենք 1000 հերոս, հաջորդին մենք կարանք ունենալ 10000 հերոս։ Այդ գործը մենք հաջողացրել ենք։ Պատերազմ են ուզում, թող ունի։ Ես այդ մարդկանցից չեմ որ ասեմ թող չլինի։ Եթե պատերազմը ազատագրության համար է, ազգի շահի համար է, հայրենիքի շահի, թող լինի։ Մենք պատրաստ ենք։ Մենք ինչքան էլ մեծացել ենք, դեռ ոտքերնից, սերկերնից բռնում է։ Ավելի լավ է շուտ լինի, գնանք մենք վերջացնենք այդ պատերազմը, չգնանք մեր ջահելները զոհվեն։ Մենք զոհվենք։ Դեպ այն ժամանակ էլ Վիկնաթիրից եւ Ուղաթիրներից ինչքան երեխա ենք հանում 13-14 տարեկան երեխաներ որ գնում են պատերազմ
Ես մի հատ լավ ընկեր ունեի, իր տղան Դավիթը 12 տարեկան էր ու կռվում էր, որ հետ հավասար։ 12 տարեկան։ 12 տարեկան, մի օր Ղարաբաղցի հայասերը, ես իմ հիշում ես, չես հիշում, մի հատ հայասեր կա, Ժանգոտ մազերը, 14 տարեկան էր։ մի օր բերեցի իրանց 7-8 հոգով բերեցի մեր տուն, ունեն ստացվեց, ասա եկեք գնանք գոնե մի օր հանգստացեք, էլի։ Բերեցի մեր տուն, դե ավտոմատները սաղ ասենց դրեցինք, հավաքեցինք, ես Դավիթը ծնկների վրա դրած, ասում եմ Դավիթ ջան, դիրենք ում ավտոմատ, ասում եմ չեմ իշած, ասում եմ խի, ասում եմ բավարար թորքը կա։ Ասում եմ ասե թուրք չկա Երևան ենք, ասում եմ չէ իմ ավտոմատին կուշ տնա։ Սենց դրել էր ծնկները։ Նմանատիպ երեխա հիմա ու ես ուզում եմ շարունակեմ, հա, մենք այդքան այդ որ հետո հիմա տեսեք առաջ ինչքան ամեն ջոկատում իր ճուտը կար, հիշում ես։ Ճուտո, գիտեք քանի հատ ջոկատ ա եղել որ ճուտ են ունեցել, այսինքն 13, 14, 15 տարեկան։ Այսօրվա դրությամբ ես ավելին ասեմ, այսօր Այն ասում է այսօրվա դրությամբ երկրապահը մի հատ այնպես մեծ աշխատանք անում, չեք պատկերացնում։ 25 տարի մենք մոռացել ենք սովետի փլուզումից հետո, մոռացել ենք ինչ բան հոկտեմբերիկը, չէ՞, պիոները, դուք էլ չեք հիշի երևի, բայց արի ու տես որ դա պետք էր։ Սովետական միության մեջ որ պետք էր, հիմա մեզ պետք։ Այդ նոր սկսել ենք այս տարվա, անցյալ տարվանից սկսել են նորից անել։ Ոչ թե հոկտեմբերիկ կամ պիոներ կամ կոմսոմ, չէ։ Սկաուտական, հա, երևի ինչ որ տես։ Սկաուտական, բայց ճամբարներ Մենք ճամբար ունենք, որ հավաքվում են երեխաներ լրիվ Հայաստանից, տարբեր Ջավախքից են գալիս, Ղարաբաղից են գալիս։ Մի շաբաթով են գալիս, բայց այդ մի զինվորական կյանքով են ապրում։ Մի շաբաթ գիտեք ոնց են ապրում։ Կազարմա, ամեն մեկը իր նու կազարմա ասած բան էլի։ Կոյկեքը դրած իսկական բանը։ Իրանց այդ ամանները ուտելիքը բան ամեն ինչ սալդատսկի է։ Շնորհակալություն պաշտպանության նախարարությանը, որ աջակցում է նման բաներին։ Մենակ ինքը չէ, ավելն էլ գեներալը հավատեց, հա։ Ուրեմն երեխաները այդ մի շաբաթվա ընթացքում պատկերացնում եք դե ինչքան հասնում է, բայց դրանք շարունակելի են ամեն տարի են գալիս, այսինքն եկավ 6 տարեկան, հետո 7 տարեկան, 8 տարեկան, մինչև 18 տարեկան, մինչև բանակ գնալը գալիս են ուրեմն տարբեր բան են սովորում մարտարվեստ այո հետո ասենք Արինտիրովնի կողմնորոշում դա կներեք էլի ես մի քիչ չէ խնդիր չկա հա ես այսօր նոր պատմեմ ասենք ասում եմ ոնց է օրինակ որ ոնց պետք է կրակ վառես իրանք դաժե չեն իմանալ որ լուսքի էլ կա չեմ ուզում ասել ուրիշ բան եմ անի դաժե գալ կա ինչ արական են հազիվ չլախ բար Էդել ենք սովորացում ինչ կրակույլ են կրակում մի հատ աղջիկ երեխա երևի 12 տարեկան 11 տարեկան 3-ից ավտոմատից 3 հատ խփեց 3-ն 10 12 տարեկանում երևի մոտորապես եմ ասում ու աղջիկեր դարել ենք ինչ որ միտեղ ես նման ասում եմ մեր հիմիկվա այս սերունդը որ մեծանում է Իսրայելի ու ես այնքան եմ ուզում ես երեք ռազմական ինստիտուտում եի Վազգեն Սարգսյանի անվան այդ 6 աղջիկը որոնք այնտեղ առաջի կուրսում սովորում են Գավջան տեսնել ինչ ձևի էին քայլում Այդ ինչ ստրայվոյ անցան զինվորական Ես նայում ես հավեսդ գալիս ասում ես ահա այսպես պետք է էլի ինչեր են անում էլ չեմ ասում ինչ մեթոդներով ու աղջիկը բոլորը ռազմետկա են գնացել մեր ավիացիոն ինստիտուտում էլ 4 հատ թե 5 աղջիկ ուզում եմ ասեմ թող ծնողները չզարմանան եթե իրանց աղջիկերքը ուզում են գնան թող գնան մեզ բանակը ախր մենք 4 կողմից շրջապատված ենք թշնամիներով մեզ բանակը մեր բանակում ոնց որ Իսրայելում աղջիկեք էլ պետք է լինեն տղաներ ճիշտ արտոնություն էլ պետք է ունենան բայց դե ցավոք սրտի հիմա չկա բայց կլինի ինձ թվում էլի որ բանակից այդ արտոնությունների մասին ասեմ մեր աղջիկները այդ արտոնություններից հրաժարվում են չեն ուզում երբեմն տղաներն են օրինակ վերցնում աղջիկներից ամրության եւ դիմացկունության հիմա չէ ես այդ արտոնության մասին չեմ ասում նայեմ որ բանակում ծառայողը ծառայած երեխան Իսրայելում որ գալիս են ուրեմն իրավունք ունի ինստիտուտ աշխատանքի վայր առանց հարցի իր առաջի հերթին իրան ընդունում դրա համար այնտեղ բոլորը ուզում են անպայման ծառայած լինեն Այսինքն ստիմուլ կա էլի, իսկ մեր մոտ չկա դա որ այդ ստիմուլ։ Առայժմ չկա։ Առայժմ, հա։ Ցավոք սրտի մեր ժամանակը քիչ մոտենում է ավարտին, շատ քիչ ժամանակ ունենք, կուզեի 3-ից մի հարց տալ։ Որպես պատերազմ տեսած մարդիկ, այսօր ո՞րն է ձեր երազանքը, ինչ երազանք ունեք, որ Իսեր ասո պատերազմ չլինի։ Չլինի պատերազմ։ 3 տղաս ծառայել են ու ծառայել են այնտեղ, որտեղ որ իրանց ուղարկել են, ես կարող էի չեմ թաքցնում, համ ազատեի, համ ասեի որտեղ ծառայեն, բայց ես ասել եմ որտեղ կուղարկեն, այնտեղ էլ կծառայեք։ Ես ունեմ այսօրվա դրությամբ
4 հատ արդեն տղա թորնիկ ունեմ։ Արդեն հիմիկվանից որ խոսում ենք, ասում եմ ոչինչ, թող մեծանան, որ կգնամ դեր էլ կծառայեմ։ Ուզում եմ ասեմ, պետք չի խուսափել։ Ես հասկանում եմ, մարդիկ շատերն են խուսափում։ Բանակը մի քիչ նենց չի կազմավորված, ոնց որ պետք է լինի։ Նույն դիդարշինա բան կա, տենց երևի ամեն բանակում էլ կա։ Դա էլ կանցնի։ Դուք պարոն Աջեմյան ինչ երազանքում եք։ Ես մայիսի 9-ի ազատության արևը գուզենայի նույն ծև այդ ազատության արևը ձակի մեր հաջորդ աբակա ազատագրվելիք տարածքների վրա։ Եվ գցանկանամ բոլոր խավարամիտներին, վախկոտներին հոգու մեջ արտնանա ազատության արևը։ Մենք բոլորս պատրաստ ենք զինվորենք, նահանջելու դեղ չունենք, մեր ուզելով չէ, բادرազմ գլնի թե չի ելնի, բادرազմ այսօր չեղավ, վաղը գլնի, մենք միշտ պատրաստ լինենք, ազգ բանակ դիլնենք, ինչպես որ Բարոն Միշան ասում է, երեխեքին սովորացնում են ինչի համար, միշտ պատրաստ դիլնենք, ազգը մեծից միջև փոքր աղջիկ տղա ինչ դարիքի գուզե ելնի, զինվորի օկեպանությամբ Եթե կարողացանք պաշտպանել, մեր ազգը կդառնա մի հատ ամփոփ մեծով փոքրով 3 միլիոնանոց բանակ։ Ազգ բանակ դիլնենք։ Եթե դրան հասնենք, եւ ասարիտով գուզեմ հիշենք, չմոռանանք։ Փառք բոլոր զոհված մեր ընկերներին, փառք բոլոր դղեկին։ Բادرազմեն յետք, բادرազմի ժամանակ ինչ կա։ Ֆորմա կա, զենքը ցերքին, հայ զինվոր, որտեղ զոհվել է, չմոռանանք։ Այսօր հիշենք բոլորին եւ Դարձյալ парք աբրողած, այսօր կան մարդիկ, որոնք այնպես են արել, որ կարելի ասել парք ցես դղեք։ Դուք պարոն Դանիելյան։ Երազանք բառին ուզում եմ եւ ցանկություն բառը գումարեմ, կուզեմ որ մեր հայը լինի լավ շինարար, լավ երաժիշտ, լավ ստեղծագործող, լավ ընտանիքի հայր, լավ ընտանիքի մայր, բայց միշտ հիշի, որ առանց զենքի մեր Հայաստանը ապագա չունի։ Զենք պետք է ունենալ ոչ թե կռվելու համար, այլ ընդամենը պաշտպանվելու համար։ Այո։ Այն ազգը, որը որ չի պահում, այդ որ ասի լավ նվագող, լավ ջարդա, ամեն ինչը պաշտպանելու համար, ամեն ինչ ունես, լավ է, բայց այդ որ ունես վտանգի ժամանակ, եթե չգիտես ոնց պաշտպանես, այն ազգը, որը որ չի կիրակրում իր բանակը, կիրակրում է ուրիշի բանակը։ Այո։ Նա կիրակրել է, ուզում եմ ասեմ, պետք է մտածել։ Շատ ճիշտ է։ Շատ լավ, շատ շնորհակալություն, շնորհակալ ենք ձեզ մեզ պաշտպանելու համար եւ փառք ձեզ բոլորիդ եւ բոլոր այն մարդկանց, ովքեր պաշտպանել են մեզ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հաղթանակի առթիվ, շնորհավորում ենք բոլոր հայերիս, որովհետեւ այս հաղթանակը շնորհիվ այս եւ մնացած մարդկանց իսկապես մերն է եւ կարծում եմ, որ հայ ազգը իսկապես արժանի էր այսպիսի հաղթանակի։ Երեկոյան Երևանը այսքանով ավարտվեց, կարծում եմ ավարտից հետո ավելի դժվար կխոսենք, չգիտեմ, ես տպավորությունները շատ են, էմոցիաները նույնպես, այնպես որ դուք էլ ձեր տպավորությունները եւ էմոցիաները պահեք այսպես ձեր մեջ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Բարի գիշեր։